Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորության մյուս տեխնացուների հետ շրջել է Երևանի, իսկ ավելի կոնկրետ Էրեբունի վարչական շրջանի բակերում։ Շրջայցի ընթացքում նրանք ներկայացրել են արդեն իրականացված աշխատանքները եւ ընդգծել իշխանության պատկերացումը քաղաքային միջավայրի զարգացման վերաբերյալ։ Նշել են, որ վերականգնված բակերը պարզապես ֆիզիկական փոփոխություն չեն, դրանք քաղաքական փիլիսոփայության արտահայտություն են։ Նախկինում գոյատևման պայմաններ հիշեցնող բակերն այսօր վերածվում են կյանքի եւ ապրելու տարածքների։ Падգամավորության տեխնացուները նշել են, թե Հայաստանը դուրս է եկել գոյատևման օրակարգից եւ անցել կյանքի ու զարգացման փուլ։ Բակը վերածվել կյանքի բակի։ Բակում մտնում են երեխաները ֆուտբոլ են խաղում, տաղավարներ են տեղադրված, խաղահրապարակներ են տեղադրված եւ մենք մեր միջնաժամկետ, կարճաժամկետ եւ երկարաժամկետ խնդիրը համարում ենք կյանքի դռները բացել մեր քաղաքացիների համար։ Փաշինյանը նաև ընդգծել է, որ իրենց նպատակը քաղաքացիներին առաջնորդելն է կյանքի ճանապարհով, նեղ անցումներից դեպի լայն ճանապարհ, որը առաջիկա ընտրությունից հետո պետք է դառնա երկարաժամկետ զարգացման կյանքի մայրուղի։ Դա է նաև պատճառը, որ իրենք կրթությունը ճանաչել են որպես ռազմավարությունների ռազմավարություն։ Падգամավորության տեխնացուն այս համատեքստում կարևորել է քաղաքացիների հետ կենդանի շփումները։ Մենք բնականաբար շատ ակտիվ շփվում ենք մարդկանց հետ, բայց այդ ժամանակ մարդկանց համար մենք դեռ իշխանություն չէինք։ Այդ տրամաբանության մեջ մենք հետո ձեզ հայտնի հանգամանքների բերումով մենք որոշակի արգելքներ ունեցանք քաղաքացիների հետ շփման տեսակետից։ Ես հիմա ուրախ եմ, որ մենք վերադարձել ենք քաղաքացիների հետ լիարժեք շփման, լայնածավալ եւ լիարժեք շփման ձևաչափի։ Քարոզարշավի ընթացքում քաղաքացիական պայմանագրի падգամավորության տեխնացուները քաղաքացիների հետ բակային խնդիրները քննարկելիս լսել են նաև նրանց առաջարկությունները բակերի բարեկարգման վերաբերյալ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։